Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Ստամբուլում ավարտվեց Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների 51-րդ գագաթաժողովը, որի ընթացքում ընդունվեց մի շարք որոշումներ, որոնք ակնհայտորեն հակահայկական են։ Իմիջիայլոց Իսրայելում Հայաստանի դեսպանության բացումից հետո իսլամական աշխարհի հետ մեր հարաբերությունները կտրուկ լարվել են։ Ակնհայտ է, որ այդ դեսպանության բացումը ոչինչ չտվեց Հայաստանին, բայց միևնույն ժամանակ բավականին լուրջ խաղադրույքներ կատարվեց հօգուտ Ադրբեջանի, որովհետև Ադրբեջանը այս ամենը օգտագործում է անընդհատ հակահայկական որոշումներ անցկացնելու համար։ Եվ 51-րդ խորհրդաժողովը դրա շարունակությունն էր։ Այնտեղ ընդունվել է որոշում, որը կապված է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ, այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության հետ եւ այլն եւ այլն։ Մյուս բոլոր խորհրդաժողովներում էլ են նման որոշումներ կայացվել, եւ սա մեր համար պետք է որ նորություն չլինի, բայց այդ որոշումները միշտ վերաբերվել են Արցախին։ Ադրբեջանը փորձել է Արցախի հակամարտությունը ներկայացնել իբրև կրոնական հակամարտություն եւ այս առումով արժանանալ իսլամական համագործակցության կազմակերպության օժանդակությանը, բայց հիմա իսլամական համագործակցության կազմակերպությունը ընդունում է որոշումներ եւ անում հայտարարություններ, որոնք ակնհայտորեն սպառնալիք են Հայաստանի տարածքային ամբողջականության համար։ Քանզի այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնք եւ Արևմտյան Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքն է եւ Սյունիքը Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս է։ Իսլամական համագործակցության կազմակերպությունում դժվար թե այս ամենը չի մնան։ Նշանակում է նաև, որ մեր դիվանագիտական բացթողման պատճառով է, որ իսլամական համագործակցության կազմակերպության անդամները նման որոշումներ են կայացնում։ Ես ցանկանում եմ ուղղակի հիշեցնել, որ այն ժամանակ, երբ կար Սիրիայի Արաբական Հանրապետությունը Բաշար Ասադի գլխավորությամբ, Սիրիան միշտ ձեռնպահ էր քվեարկում նման խորհրդաժողովների ժամանակ, ձեռնպահ էր քվեարկում նաև Իրանը։ Վերջին հանդիպումներից մեկի ժամանակ ձեռնպահ քվեարկեց նաև Ղրղստանը, բայց հիմա ըստ էության, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվում եւ փոխվում է ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը ոչինչ չտվեց Հայաստանի Հանրապետությանը, ոչ միայն արաբական աշխարհի, Իրանի եւ առասարակ իսլամական աշխարհի հետ մենք ունեցանք եւ ունենք այժմ լարված հարաբերություններ եւ մասամբ նաեւ ոչ գործընկերային հարաբերություններ, բացի այդ Հայաստանի Հանրապետությանը դա ոչինչ չտվեց, քանզի Իսրայելի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ընդհանրապես չփոխվեց, ավելին Իսրայելը ավելի սաստկացրեց նաև հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները եւ դրան մենք բազմիցս ենք ականատես եղել։ Հիմա ստացվում է, որ դեսպանություն բացում ենք, բայց դա պետք է նպաստեր երկու պետությունների միջև համագործակցության խորացմանը, ոչ միայն չի նպաստում, այլև պատճառ է դառնում, որպեսզի Ադրբեջանը կարողանա սա շատ լավ օգտագործել իսլամական համագործակցության կազմակերպությունում հակահայկական հերթական որոշումները անցկացնելու համար։ Դե ինչ, կարծում եմ հիմա հերթը մերն է, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը համապատասխան եզրահանգումներ պետք է որ անի եւ այն պետությունները, ովքեր մասնակցել են այդ խորհրդաժողովին եւ կողմ են քվեարկել այդ բանաձևերին, դիվանագիտական խողովակներով նրանց պետք է ներկայացվի իրերի իրական վիճակը, փորձենք հասկանալ թե ինչն է պատճառը, որ այդ պետությունները զբաղեցնում են ակնհայտ հակահայկական քաղաքականություն եւ հակահայկական դիրքորոշում։ Իսկ մի քանի անգամ ենք ասել, հիմա էլ կրկնենք, Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, որ ոչ մի օգուտ չտվեց Հայաստանի Հանրապետությանը, շուտապույտ փակել է պետք, որովհետև դա ոչ միայն Իսրայելին զսպող գործոն չհանդիսացավ, այլև նույն 44 օրյա պատերազմին Իսրայելը չէր թաքցնում, որ անթաքույց օգնում է Ադրբեջանը, ինչպես օգնել է տևական ժամանակ։ Օգնել է ունենալով իր շահը, քանզի Արցախը պետք էր Իսրայելին Իրանի դեմ այսօրվա պատերազմում, եւ իրանական լրատվամիջոցները ամենօրյա ռեժիմով տալիս են տեղեկատվություն առ այն, որ Իրանի տարածքը ռմբակոծվում է Ադրբեջանից, դիցուք նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Արցախի տարածքներից։ Ինչևէ, տեսնենք թե իրադարձությունները ինչպես է զարգանում եւ արդյոք հայկական կողմը կանի համապատասխան հետեւություններ այս խորհրդաժողովի արդյունքում ընդունված որոշումների հետ կապված։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իրանն է։ Միացյալ Նահանգները ամեն դեպքում չդիմացավ գայթակղությանը եւ որոշակի հարվածներ հասցրեց Իրանին, բայց փորձագետները արդեն շտապում են այս հարվածները անվանել այսպես կոչված տարօրինակ պատերազմ։ Տարօրինակ այն պատճառով, որ այո, հարվածներ հասցվեցին, բայց այդ հարվածները էական ոչ մի վնաս չպատճառեցին Իրանի միջուկային արդյունաբերությանը։ Ավելին, տպավորություն է ստեղծվում, թե Միացյալ Նահանգների քաղաքականությունը ձևակերպվում է մոտավորապես հետեւյալ կերպ, որ այնպիսի
քաղաքականություն իրականացնել, որ եւ գառները ողջ մնան, եւ գայլերը գող։ Այսինքն չնեղացնել Իսրայելին, հարվածներ հասցնել Իրանին, բայց այնպիսի հարվածներ հասցնել, որից Իրանը լուրջ չտուժի եւ պատճառ չդառնա Միացյալ Նահանգների բազաները ավերելու համար։ Բայց կարծում ենք այս հարցում Տրամպը մի փոքր շտապեց։ Քանզի այն քաղաքականությունը, որ հիմա է վարում Միացյալ Նահանգները Իրանի նկատմամբ, ըստ էության կարելի է համարել արդեն ձախողված։ Լինելով Իսրայելի ազդեցության տակ, Միացյալ Նահանգները չի շտապում սեփական քաղաքականություն իրականացնել, չի շտապում հասկանալ, որ այդ հարվածները իր հետևից բերելու են պատասխան եւ արդեն որոշակի առումով լարվածություն է առաջանում Միացյալ Նահանգների եւ Մերձավոր Արևելյան պետությունների միջև։ Դիցուք օրինակ Եմենի հուսիտները, ովքեր մի որոշ ժամանակ առաջ հայտարարել էին Միացյալ Նահանգների հետ խաղաղություն ստորագրելու մասին, հիմա հայտարարում են, որ այսօրվանից արդեն իրենք պաշտոնապես պատերազմի մեջ են Միացյալ Նահանգների հետ եւ ցանկացած ամերիկյան նավ, որը կմտնի Կարմիր ծով, անմիջապես հարձակման է ենթարկվելու Եմենի հուսիտների կողմից։ Պակիստանում են բավականին լուրջ բողոքի ակցիաներ ի պաշտպանություն Իրանի։ Մահմեդական պետություններն են մեկը մյուսի հետևից հայտարարություն անում ի պաշտպանություն Իրանի։ Իսկ Իրանի քաղաքականությունը շարունակում է դիվանագիտության վրա հենվելով սեփական շահը առաջ տանել։ Իրանի արտաքին գործերի նախարարը գտնվում է Մոսկվայում, հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի նախագահի հետ եւ ըստ իրանական լրատվամիջոցների նրան է փոխանցելու Իրանի հոգեվոր առաջնորդի հատուկ նամակը։ Սպասենք տեսնենք թե իրադարձությունները ինչպես կզարգանան, մեր հաջորդ հանդիպմանը կանդրադառնանք այդ նամակին, նրա բովանդակությանը եւ ռուս-իրանական հարաբերությունների ապագային։ Իսկ այսօր փաստենք հետեւյալը. այո, Միացյալ Նահանգները հարվածեց Իրանին, բայց այդ հարվածը կարծես ավելի շատ ուշադրություն շեղելու եւ ավելի շատ գործը կատարված համարելու համար ներկայացվող հարված էր, քանզի ինչպես արդեն նշեցի, իրանական միջուկային օբյեկտները գրեթե չեն տուժել, իսկ իրանցիները դեռ որոշ ժամանակ առաջ այդ օբյեկտներից տեղափոխել են մեկ այլ, ինչպես իրենք են նշում, ապահով տեղ եւ միջուկային վառելիքը եւ սարքավորումները եւ մասնագիտական խմբերին։ Ամեն դեպքում սպասենք տեսնենք թե իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Եվ վերջին հարցը, որին ցանկանում եմ անդրադառնալ, Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետ է կապված։ Ադրբեջանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը այցելում է Շուշի եւ ոչ ավել ոչ պակաս Շուշին բնութագրում իբրև բանալի, որի միջոցով հնարավոր է հասկանալ ադրբեջանական մշակույթը։ Այստեղ առաջանում է հարց. նորանշանակ դեսպանը ինչպես կարողացավ հայկական ճարտարապետության եւ իրանական մզկիթների մեջ տեսնել ադրբեջանական մշակույթը։ Եվ արդյոք իր կարծիքներ Շուշին Շուշա անվանել, թե ադրբեջանցիներն էին այդպես կարողացել համոզել դեսպանին, որ քաղաքի իրական անվանումը Շուշա է։ Ամեն դեպքում սա ցույց է տալիս Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Ֆրանսիան ոչ մի պետության բարեկամ չէ, ինչպես մեր մոտ շտապում են այդպես ներկայացնել։ Ֆրանսիան իր քաղաքականությունն է առաջ տանում, որտեղ կան ոչ հավերժական բարեկամներ, ոչ հավերժական թշնամիներ, այլ կան հավերժական շահեր։ Եվ մենք եւս պետք է հետեւություն անենք այս ամենից եւ չշտապենք խնդիրներ առաջացնող որոշումներ կայացնել, չշտապենք Գորիսում համաձայնություն տալ բացել Ֆրանսիայի պատվո հյուպատոսություն, մերժելով օրինակ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացելու առաջարկը, պատճառ դառնալով երկու պետությունների միջև հարաբերությունների որոշակի լարման կամ որոշակի սառեցման։ Իսկ թե ինչ կտա Ֆրանսիայի պատվո հյուպատոսության բացումը Գորիսում, մենք կտեսնենք հետո, բայց այն որ Ֆրանսիան չի փոխել իր քաղաքականությունը, Ադրբեջանին շարունակում է համարել հուսալի գործընկեր, ադրբեջանական տնտեսության մեջ ֆրանսիական նավթային ընկերությունները բավականին լուրջ ներդրումներ են կատարում, Ադրբեջանը շարունակում է օգտվել Ֆրանսիայի արբանյակներից ադրբեջանական սահմանը եւ Հայաստանի ողջ տարածքը վերահսկելու համար, սա ակնհայտ է։ Եվ ֆրանսիացիները, եթե ցանկանում են իրոք ցույց տալ, որ Հայաստանին բարեկամ պետություն են, քայլ պետք է անեն եւ կարծում ենք առաջին քայլը պետք է լինի այդ նույն արբանյակների ապա ակտիվացումը։ Կգնա Ֆրանսիան այս քայլին, կարծում ենք դժվար, բայց մենք եւս պետք է հետեւություն անենք, բոլորի հետ հավասար հարաբերություններ ունենանք, բայց չշտապենք 1-2 քաղցր խոսք եւ 1-2 ժպիտը փոխարինել դարավոր բարեկամությամբ եւ կանգնել լրջագույն խնդիրների առջեւ։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։